աֆրիկյան ֆոտոլրագրող Քևին Քարթների մտքով երբեք չէր անցնի, որ իր ստացած պատվավոր Պուլիցերյան մրցանակը կլինի ճակատագրական։ Պուլիցերյան մրցանակ ստանում են Ամերիկայում լրագրողները, գրականության եւ արվեստի աշխատողները։ Բացի մեդալից ստանում են նաեւ գումար սկսած $15,000, այն համարվում է շատ պատվավոր մրցանակ։ Եվ այսպես Քևին Քարթները 1993 թվականի հուլիսի 25-ին ստանում է այդ մրցանակը այս լուսանկարը անելուց հետո։ Նկարը արվել էր Սուդանում 1993 թվականին սովի տարին։ Նա պատմել է իր լրագրող ընկերոջը, որ երեխային ծնողները թողել էին այդտեղ հեռվում եւ իրենք դատարկում էին հումանիտար օգնության մեքենան եւ գիշատիչ անկը մոտենում է երեխային հոշոտելու նպատակով։ Քևինը նկարելուց հետո 10 մետր հեռավորությամբ վրա որսում է կադրը, քշում է անկին։ Նա ցնցված է եղել այն տեսարաններով, ինչ որ տեսել է Սուդանում, ազդել է նրա հոգեկան աշխարհի վրա։ Եվ այս նկարից հետո նա քննադատության է ենթարկվում շատ լրագրողական ընկերությունների կողմից, համարելով նրան գիշատիչ, որովհետև հանուն մրցանակի նա նման կադր է նկարել։ Ինչևէ, երկրորդ տարբերակում ասվում է, որ նա հարցազրույցի ժամանակ պատասխանում է մի աղջկա, ով հարցնում է, ինչ կատարվեց այդ երեխայի ճակատագրի հետ։ Տեղյակ եք արդյոք։ Քևին Քարթները պատասխանում է, որ ոչ, ես շտապում էի օդանավակայան։ Աղջիկը ասում է, փաստորեն այնտեղ կային 2 գիշատիչ անգղ, որից մեկն էլ ֆոտոապարատով էր։ Այս խոսքերից հետո նա ընկնում է դեպրեսիայի մեջ, շատ ծանր գիշերներ է ունենում, գրեթե չի քնում եւ վերջ է տալիս ինքնասպանությամբ իր կյանքին։ Նամակ է թողնում, որտեղ ասում է, որ այլևս չեմ կարող տեսնել այն պատկերները, որոնք անդադ պտտվում են իմ ուղեղում, ես չեմ քնում գիշերները, ինձ հետապնդում են թե գիշատիչ անգղերը, թե այդ երեխայի նման բոլոր սովալուկ դեմքերը։ Ինչևէ, միգուցե հենց իրականում հոգեկան խնդիրներ է ունեցել այդ տեսարանները դիտելուց հետո, միգուցե իրականում այդ աղջկա պատասխանը նրան դեպրեսիայի մեջ է գցել։ Ինչևէ, Պուլիցերյան մրցանակը այս տարբերակում հաջողություն չբերեց Քևին Քարթներին։